Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, Տիկին Դալաքյան։ Բարև ձեզ։ Տիկին Դալաքյան, հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում զարգացումները նոր թափ են ստանում, մասնավորապես Եվրոպական քաղաքական գագաթնաժողովից հետո Ռուսաստանից տարբեր հայտարարություններ հնչեցին։ Ամենաթարմից սկսենք, կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը Պետդումայում ներկայացված նշել է, որ Փաշինյանին այլևս չպետք է ընդունել Մոսկվայում։ Դուք սա ինչպես կմեկնաբանեք, սա ուղղակի խմբակցության դիրքորոշումն է, թե պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է։ Չէ, պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը չէ, մենք մինչ այդ էլ տարբեր ռոպագանդիստների շուրթերից ենք լսել, նույն Սոլովյովի, Մարգարիտա Սիմոնյանի, եւ պարզ է, որ նրանք Կրեմլի հետ համաձայնեցնում են իրենց խոսույթը, ուրեմն վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Վլադիմիր Պուտինը ինքը հանձնարարում է այսպիսի ելույթներ ունենալ, բայց դիվանագիտորեն զերծ է մնում հանդիպումների ընթացքում դրա մասին խոսել եւ հակառակը մի քանի անգամ նույն Լավրովի շուրթերից նշվել է, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են գտնվում, ամենալավ մակարդակի, մի քանի ամսվա ուրեմն խոսակցություն է։ Պարզ է, որ նյարդայնացնում է Ռուսաստանին նույնիսկ այն փոքր քայլերը ոչ բավարար, որ Հայաստանը փորձում է անել իր արտաքին քաղաքականությունը եւ տնտեսական եւ անվտանգային դիվերսիֆիկացնելու ուղղությամբ եւ այսպես գիտեք, սա ներքին լսարանի սպառման համար են այդ հայտարարությունները, քանի որ Ռուսաստանը Ուկրաինայում չկարողացավ հասնել իր նպատակներին, քանի որ Ռուսաստանը Աֆրիկայում կորցնում է իր դիրքերը, Լատինական Ամերիկայում կորցնում է իր դիրքերը, պետք է այսպես անպագորգոր հայտարարություններ անեն, որպեսզի ներքին լսարանին ցույց տան, որ մենք դեռ իրավիճակը ուրեմն ղեկավարում են, կարող են կտրուկ որոշումներ կայացնել, իդեպ կարող են, այնպես չի, որ Հայաստանի հանդեպ իրենց լծակները կորել է, սակայն ակնհայտ է, որ փորձում են հայ հասարակության շրջանում այն մարդկանց, որոնք պրո-ռուսական դեռևս ուրեմն տեսակետներ ունեն, սերմանել կարծիք, որ Նիկոլ Փաշինյանը իրենց համար անընդունելի է եւ գուցե իրենք ունեն իրենց համար առավել ընդունելի տեխնատու կամ տեխնատուներ։ Ես չեմ կարծում, որ Վլադիմիր Պուտինը ինքը երբևիցե այդպիսի հայտարարությամբ հանդես կգա, մանավանդ նա գիտակցում է, որ Փաշինյանը ընտրվելու է, այս կոնֆիգուրացիայով նա ընտրվելու է եւ այսպես թե այնպես Հայաստանի հետ իրենք պետք է շփումներ ունենան, իսկ Հայաստանի հետ շփումները պարզ է, որ առաջի դեմքի մակարդակով պետք է տեղի ունենան, անդիմադիր կուսակցությունների լիդերների մակարդակով տեղի չեն ունենա։ Պարզապես դուք որ նշում եք Լավրովը ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ մակարդակի վրա են, դրանից հետո տեղի ունեցել Զելենսկիի այց, Ռուսաստանի արտգործնախարարությունը շատ կոշտ քննադատել է, հայտարարել են, որ Երևանը հակառուսական հայտարարությունների համար ամբիոն է տրամադրել, նշել են, որ Կրեմլին խփելու մասին հայտարարություններ են Երևանից հնչել, սրանք ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Տեսեք, նույնպիսի հանդիպում բարձր մակարդակի տեղի ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ, ստորագրվել են ռազմական համագործակցության մասին պայմանագրեր, մի քանի անգամ Ադրբեջանի նախագահը խոսել էր, որ Ուկրաինային հաջողություն է մաղթում իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ, հիշում եք այդ լարվածությունը ռուս-ադրբեջանական հարաբերություններում, խոսել է, որ Ռուսաստանը օկուպացրել է Ուկրաինայի տարածքները, բայց որևէ հայտարարություն չկա Ադրբեջանի ուղղությամբ, այսինքն նախ պետք է արձանագրենք, որ թվում է, թե Հայաստանը թույլ է, ես վստահ չեմ, ես ավելի շուտ վստահ եմ, որ Հայաստանը կարող է լինել ուժեղ եւ կլինի ուժեղ, ժամանակը կգա, բայց այսպես գիտեք ոնց է համեստի հանդեպ միշտ ավելի ագրեսիվ է Ռուսաստանը տրամադրված, քան Ադրբեջանը։ Հիմա կասեն Ադրբեջանը Թուրքիա ունի, բայց այնպես չի, որ Հայաստանը դաշնակիցներ չի կարող ունենալ, սա հարցի երկրորդ ուրեմն կոմպոնենտն է։ Իսկ ինչ վերաբերում է Զելենսկու հայտարարություններին, գիտեք Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ ուրեմն Ուկրաինայի դեմ պայքարում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Իդեպ դա ելնելով այն հայտարարություններից, որ ՄԱԿ-ում արել է Ռուսաստանի ներկայացուցիչը 2020 թվականին, որ Ադրբեջանի դեմ պայքարում Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ։
Բացի այդ, Հայաստանը չի հյուրընկալել միայն Զելենսկուն, ինչպես Ալիևը, Հայաստանը հյուրընկալել է Եվրոպական համայնքի ուրեմն գագաթնաժողովը, որի շրջանակներում հրավիրված է եղել նաև Զելենսկին, որպես Ուկրաինայի ղեկավար, որը ձգտում է ԵՄ անդամակցության, եւ նա Հայաստանում իրավունք ունի ասել այն, ինչ ցանկանում է։ Հայաստանի իշխանությունները չեն կարող նրա առջև դնել պահանջ, խոսել կամ խոսել ինչ որ մի բան։ Այսինքն, երբ Ալիևը գնում էր Ռուսաստան եւ Հայաստանի դեմ հոխորտում էր, Ռուսաստանում չէին ասում, թե լռեք։ Հայաստանն էլ իրավասու չի Ուկրաինայի նախագահին ասի, ինչպես նա խոսի, բայց այն, որ Հայաստանը որևէ քայլ չի արել Ռուսաստանի դեմ, ի տարբերություն Ադրբեջանի, դա փաստ է։ Ուղղակի, քանի որ Ադրբեջանին իրենք չեն կարող որևիցե բան ասել, փորձում են այսպես ցույց տալ իբրև թե Հայաստանը իրենց դավաճանել է, բայց օբյեկտիվություն այստեղ կա։ Դրա համար հայ ժողովրդի մոտ այսի հայտարարությունները իդեպ հակառուսական մեծ տրամադրություններ են ստեղծում, եւ սա կապ չունի Նիկոլ Փաշինյանին ընդունելու, սիրելու կամ չսիրելու հետ։ Սա իրենք պիտի հասկանան, որ հայ ժողովրդի դեմ են այս հայտարարությունները եւ այնպես չի, որ հայ ժողովուրդը իրեն ասոցացնում է միայն Նիկոլ Փաշինյանի հետ։ Եթե Հայաստանին վիրավորում են, եթե Հայաստանին սպառնում են, դա վերաբերում է ողջ բնակչությանը, անկախ քաղաքական ուրեմն հավակնություններից եւ կարծիքներից։ Դուք կարծում եք, որ այլ ավելի կվատթարանա, թե ինչպես կա այդպես ծանր կայուն կշարունակի մնալ հայ-ռուսական հարաբերությունները։ Գիտեք, սա հայ-ռուսական հարաբերություններում 20 թվականից հետո առաջին գործընթացը չէ, երբ կոպիտ պատասխաններ են հնչում։ Հիշում եք, երբ այստեղ որոշ գեներալներ նախկին ԱԱԾ պահեստազորայիններ եւ այլն կոչ էին անում Նիկոլ Փաշինյանին հեռանալ եւ Փաշինյանը հարցազրույց տվեց, որտեղ խոսեց, որ Ռուսաստանի տված զենքերը չէին աշխատում, որտեղ մեղադրեց Ռուսաստանին Արցախահայերին չպաշտպանելու մեջ, էլի հնչում էին կոպիտ նմանատիպ տեսակետներ, որ Փաշինյանը իբրև թե մեղքը գցում է Ռուսաստանի վրա, նա սորոսական է, նրանից պետք է ազատվել, բայց անցել է արդեն քանի տարի։ Այսինքն ձեր նշած կայուն է լինելու ամեն ինչ եւ կրկնում եմ, Ռուսաստանում շատ լավ գիտեն իրենք ինչ են արել, Զատուրինի շուրթերով արդեն չկմեղանում են, որ մենք սխալ էինք, մենք չպիտի այսպես անեինք, բայց ես վստահ եմ, որ դա իրական զգացումներ չեն։ Եթե պահը գա, Ռուսաստանը կրկին ուրեմն Հայաստանին կգցի, այսպես ասած, կամ չի կատարի պարտականությունները, գիտեք, այստեղ դավաճանել, չդավաճանելու մասին խոսք չի գնում, բայց Ռուսաստանը նաև պատմության ընթացքում իդեպ տարօրինակ է Վլադիմիր Պուտինը եւ ռուս պաշտոնյաները անդադ խոսում են հայ եւ ռուս ժողովրդների միջև դարավոր բարեկամության մասին։ Գիտեք, պատմաբանները կարող են մեծ կասկածի տակ դնել այն փաստը, որ հայ եւ ռուս ժողովրդի միջև ժողովրդի մասին չի, կայսրության կամ ԽՍՀՄ տարիներին բարեկամություն է եղել, եթե հաշվի առնենք էլի խոստումները հայ ժողովրդին, հետո հեռանալը, մեծ գաղ կազմակերպելը, Հայաստանի տարածքները Թուրքիային եւ Ադրբեջանին նվիրելը, ամեն ինչը հիմնված է ստի վրա։ Եվ գալով ձեր հարցին, ես կարծում եմ, որ այս վիճակը կշարունակվի, բայց սա չի նշանակում, որ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին կասի, այ մենք էլ ձեզ հետ չենք շփվում, Հայաստանն էլ մեզ պետք չի։ Հայաստանը շատ կարևոր տեղ է զբաղեցնում Ռուսաստանի համար, որ ասում են ում են իրենք պետք։ Մենք այս պայքարը ցույց է տալիս, որ մենք իրոք պետք ենք, որովհետև հանդիսանում ենք հարավային ֆորպոստ, դարպաս, ինչպես իրենք ասում են, եւ հարավային Կովկասում իրենք ունեն մի ներկայություն, այսօր դա Հայաստանն է։ Իսկ դրանից հետո գալիս է Հյուսիսային Կովկասը, որտեղ Թուրքիան իր ձեռքերը արդեն ավելի ազատ կլինեն, եթե հարավային Կովկասում Ռուսաստանը կորցնի իր դիրքերը։ Դրա համար իրենք պայքարելու են։ Այլ հարց է, որ այնպես են հիասթափեցրել հայ ժողովրդին, որ ես կարծում եմ, որ Ռուսաստանի հեռացումը մոտակա չէ, բայց պատմականորեն դա լինելու է անպայման։ Ինչն է հիմքում նման պնդում անելու։ Նման պնդման հիմքը պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովրդի շրջանում հակառուսական բարձր տրամադրություններն են։ Դա հարցումներն են ցույց տալիս։ Դա ցույց են տալիս պրոռուսական ուժերի ցածր հեղինակությունը։ Այն ժամանակ, եթե Վլադիմիր Պուտինը մի բան ասեր, բոլորը մեկ մարդու պես կհավաքվեին հրապարակում։ Հիմա հակառակը, երբ Ռուսաստանը աջակցում է որևիցե ուժի, մենք տեսնում ենք, թե բոլորս էլ հետևում ենք։ Ժողովուրդը սկսում է բացասաբար վերաբերել։ Մեծամասնության մասին է խոսքը։
Մենք տեսանք Եվրոպայի անդամակցության վերաբերյալ ուրեմն հարցումները, իդեպ դրանք ավելի բարձր կլինեն, եթե Եվրոպայի այդ ուղղությունը պաշտպանողները ավելի մանրամասն բացատրեն հաջորդին, թե դա իրենից ինչ է ներկայացնում, դա իրեն մեծ բացթողումն է։ Այսինքն անցել են, գիտեք, բռնապետության տարիները։ Այո, դեռ պայքարը շարունակվում է բռնապետությունների եւ ժողովրդավարությունների միջև, բայց 21-րդ դարում անհնար է ստիպել ժողովուրդներին ապրել ինչ-որ մեկի թելադրանքի ներքո։ Հիմա անցել են այդ ժամանակները, Ուկրաինայում դա ապացուցվեց։ Անհնար է սուտը տարածել որպես ճշմարտություն։ Տեղեկատվությունը տարբեր աղբյուրներից է գալիս, այսինքն հիմա մի ալիք կա եւ մի հատ գիրքի տպված, որ հաջորդը իմանա, որ Ռուսաստանը միշտ եղել է իր բարեկամը։ Հիմա բոլորն էլ լավ տեղեկատված են պատմության ընթացքում Ռուսաստանը եւ ինչպես է դրսեւորել։ Եվ ամենակարևորը 2020 թվականի ռուսական դիրքորոշումը Արցախի եւ հետագայում ջերմուկի ուղղությամբ հարձակումների ժամանակ դրանք պարզ երևում են եւ այդ հեքիաթները, որ պատճառը Նիկոլ Փաշինյանն է, դա ինքը հերքել է Վլադիմիր Պուտինը պատերազմի օրերին հայտարարելով, որ Փաշինյանը խիզախ անձնավորություն է եւ պիտի գնա ցավոտ դիտումների։ Այսինքն սա Փաշինյանի անձի հետ կապված չէր, ինչպես այստեղ որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել։ Բացի այդ Ռուսաստանը ինքը այսօր ապացուցում է, որ նա այն ուժը չունի, որ կարողանա նույնիսկ Ուկրաինայում հասնել իր նպատակներին եւ հաջորդի շրջանում մեծ կասկածներ կա, արդյոք դաշնակիցը կարող է մեզ պաշտպանել ՆԱՏՕ-ի երկրորդ բանակից։ Եթե դրա վիճակը գա, չեմ ասում Թուրքիան պիտի մեզ դրա հարձակվի կամ Ադրբեջանը, բայց բացասական սցենարի դեպքում ես կարծում եմ Հայաստանում չի գտնվի որևէ մեկը, որ հավատա, որ Ռուսաստանը Ուկրաինայում այսպես կանգնելուց հետո խոսքը ռազմաճակատի մասին է, կարող է Թուրքիայի դեմ ինչ-որ պայքարի գնել Հայաստանի համար։ Նույնիսկ Ադրբեջանի դեռ Թուրքիայի մասին չեմ Տիկին Դալաքյան, այս ընթացքում Ռուսաստանը նաև տնտեսական որոշակի տնտեսությանն առնչվող որոշակի որոշումներ կայացրեց, օրինակ ջերմուկի վաճառքի սահմանափակումը, օզոն վայլբերիսը, որոնց հետո կապված այլ որոշումներ ընդունվեցին, սրանք ինչ նպատակով էին արվում, երբ որ Հայաստանում նախընտրական շրջան է։ Ես բացարձակապես զարմացած չեմ, ամիսներ առաջ էլ կարծել եմ եւ իմ կարծիքը արտահայտել եմ, որ ընտրությունների նախօրեին Ռուսաստանը ստելու է Հայաստանի տնտեսության հանդեպ փոքր քայլերով ճնշումներ իրականացնել։ Գիտեք, բացարձակապես չեմ կիսում այն կարծիքը, որ Ռուսաստանը կարիք ունի գրավել Հայաստանը կամ 102-րդ ռազմաբազայից ինչ-որ ռուսերը դուրս գան գրավել Հայաստանը, ոչ։ Հայաստանի տնտեսությունը շատ խոցելի է։ Հատկապես Իրանի դեմ պատերազմի դեպքում, եթե բացասական սցենար լինի եւ Տրամպը հարվածի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին եւ հեղուկ գազի արտահանման հետ կապված ունեն խնդիրներ, եւ Ադրբեջանը չբացի սահմանը, Թուրքիան չբացի սահմանը, մենք ունենալու ենք լուրջ տնտեսական խնդիրներ։ Սա ընտրություններից հետո հիմնականում ընտրություններով չի ավարտում կյանքը, այսինքն Վերին Լարսը դառնալու է միակ ուրեմն ելքը արտաքին աշխարհից, ցավոք Վրաստանը պրոռուսական է եւ այստեղ իրենք կարող են գործել միասնաբար։ Եվ իրենք ինչ են ուզում ցույց տալ, գիտեք, նույնիսկ իմանալով հայ ժողովրդի դրամատուրգները դեպի Ռուսաստան բացասական, իրենք ուզում են ասել մեկ է, որ ասма կուդա вы денетесь, մենք կարող ենք ձեզ հարամ անել կներեք ձեր կյանքը, այնքան փոխացնել, որ դու կուտաշ չուզես, էլի լինեք մեր դրամատուրգիան տակ, ասեք այո, չենք սիրում, ապրում ենք, բայց ելնելով հաց վաստակելու, օրվա հացը վաստակելու կարիքի, գյուղացիները, արտահանողները ասենք լավ, որովհետև Եվրամիության ճանապարհը ինչ-որ անհասկանալի է, որևէ մեկը չի ասում ինչ փուլում է գտնվում, դրական բաներ են խոսում, բայց տնտեսական համագործակցության մասին որևէ լուրջ ինչ-որ հաստատում կա, հայ տնտեսվարողների չափանիշների համապատասխանելու մասին ասում են դա բարդ է, այսինքն Ռուսաստանը ատոմակայանի վրա ունի մեծ ծրագրեր, մենք դեռ չենք կառուցել ԱՄՆ-ի հետ մոդուլային ատոմակայանը, եւ եթե Միացյալ Նահանգների նախագահ ունենա խնդիրներ եւ մոտակա 1-2 տարում Թվիթի հետ կառուցման հետ կապված խնդիրներ լինեն, Ռուսաստանը կարճաժամկետ կտրվածքով մեծ վնասներ կարող է հասնել Հայաստանին եւ Վլադիմիր Պուտինը ուզում է ցույց տալ հաջորդի, որ ում էլ դուք ընտրեք,
Դուք պետք է հաշվի առնեք այն մեծ կախվածությունը, որ ունեք Ռուսաստանից։ Իմ կարծիքով Ռուսաստանի քայլերի նպատակը սա է։ Սակայն վերջին շրջանում ուշագրավ էր նաև Վլադիմիր Պուտինի հայտարարությունը հանրաքվեի անցկացման հետ կապված։ Այսինքն Ռուսաստանը իրապես այդպես է տրամադրված, որ եթե հանրաքվե անցկացնեն, հայ ժողովուրդը իր որոշումը կայացնի, այսինքն Ռուսաստանը հաշտ կլինի, որ եթե Հայաստանում որոշվի, որ ԵԱՏՄ-ից ուզում են դուրս գալ եւ անդամակցել ԵՄ-ին։ Վլադիմիր Պուտինի ելույթի հենց հաջորդ նախադասությունը ցույց է տալիս, որ հաշտ չի լինելու, որովհետև նա սպառնում է Հայաստանին ուկրաինացման սցենարով։ Նա ինչ ասեց, որ բայց հայ ժողովրդի շահերից չի բխում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ասեց այնինչ բխում է հայ ժողովրդի շահերից, թող այդպես էլ լինի, եւ հաջորդ նախադասությամբ ասեց, բայց դա չի բխում հայ ժողովրդի շահերից, հասկացնելով, որ մենք կիրառենք լծակներ։ Երկրորդը նա ասեց մի կարևոր նախադասություն, որ Ուկրաինայի պատերազմը սկսել է հենց Եվրամիությանը անդամակցելու թեմայից։ Իդեպ նա ինքն իրեն հակասում է, որովհետև մոտ 1 ամիս առաջ ինքը եւ Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը հայտարարում էին, որ Ռուսաստանը երբեք էլ դեմ չի եղել Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։ Այսինքն մեզ մի նախադասության մեջ սպառնաց իբրև թե ոչնչացան, որովհետև իրեն ինչ է միշտ ասում Ուկրաինան ոչնչանալու է, չէ՞, իր կարծիքով։ Եվ հաջորդը, տեսեք, ինքը Ռուսաստանը մեզ համար արհեստական խնդիրներ է ստեղծում։ Նա ժամանակից հայ ժողովրդին ասում է կողմնորոշվեք։ Մենք այնպես չի այս բանին պատրաստվենք, տեսեք, հենց խնդիրը դրանում է, որ գնան Եվրոպա։ Ռուսները դա գիտեն եւ դրա համար այնպիսի իրավիճակում է դնում Հայաստանը, որ պատրաստ չլինելով դուրս գալ ԵԱՏՄ-ից, մեզից պահանջում են կողմնորոշվել, որպեսզի հետագայում օգտագործել լծակներ Հայաստանի ուղղությամբ ճնշելու համար։ Իդեպ սա արհեստական խոսույթ է, եթե մենք դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից, դա չի նշանակում, որ մենք Ռուսաստանի հետ առևտուր չենք կարող անել։ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չի, ՀԱՊԿ անդամ չի, բայց Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը շատ մեծ է։ Ես նույնիսկ որքանով տեղյակ եմ, առաջին հորիզոնականում է Ռուսաստանը Ադրբեջանի հետ կամ գուցե երկրորդ, բայց իրենց հետ այդպես չեն խոսում։ Այսինքն մեզ ասում են, որ դուրս գանք, ել մեզ հետ չենք կարող շփվել, չեն ասում, որ դուրս գաք, էլի առևտուր կանենք։ Խոսքը տնտեսության մասին է, Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չի դառնում, Հայաստանը կարող է բոլորի հետ ունենալ տնտեսական լավ հարաբերություններ, սակայն Ռուսաստանը դրան համաձայն չի, Ռուսաստանն ասում է, եթե դուրս եք գալիս, էլ ձեր ապրանքը այստեղ չտեսնենք, դա նորություն չի, Վրաստանի հետ էլ, չէ, գինիներն էին արգելում, պոմիդորները թուրքական, Մոլդովայի գինիների մեջ էին ինչ-որ բաներ հայտնաբերում, սա տնտեսական ճնշման լծակ է եւ ցույց է տալիս, որ Վլադիմիր Պուտինը անկեղծ չի, երբ խոսում է, որ հայ ժողովուրդը թող որոշի։ Միևնույն ժամանակ նաեւ իրավիճակում է ուզում դնել հայ ժողովրդին, որ մենք չկարողանանք որոշել մինչեւ այն պահը, քանի դեռ պատրաստ չենք գնալ դեպի Եվրոպա։ Իսկ թե Եվրամիության ճանապարհը Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում է մեզ չէ սպասում, հետո ասում է գուցե մենք անդամ չդառնանք։ Ես այդպես էլ չեմ հասկանում, այդ գործընթացը ուր է հասել, ինչ փուլում է գտնվում։ Այսինքն այս անորոշությունը շատ բացասական է ազդում նաև հայ ժողովրդի շրջանում տրամադրությունների վրա եւ ինչ որ առնում նաև վախ է սերմանում, որ մենք կմնանք ըստ էության օդում, եթե Ռուսաստանը հիմա որոշի մեզ հետ խոսել ուլտիմատումներով։ Տեսեք, բայց այդ ուկրաինացման սցենարի հետ կապված, հա, տնտեսական ճնշումները եւ այլն պարզ են, բայց հիշատակել Ուկրաինայի դեպքը, մենք չունենք նախ սահման Ռուսաստանի հետ, դա ինչպես է իրագործվելու, եթե Վլադիմիր Պուտինը սպառնում է։ Ինքը ոչ թե սպառնում է, շատ ճիշտ է, սպառ հայամատություն է անում, բայց ոչ թե ռազմական առումով է սպառում, հուսով եմ, գիտեք, ես այսօր չեմ կարող Վլադիմիր Պուտինի ռացիոնալ մտածելակերպի վրա, ինչ-որ մեկը կարող ասի, գիտեք, Վրաստանի տարածքը կօգտագործի, բայց ես դա ինչ-որ շատ ֆանտաստիկա եմ համարում, կամ գուցե Ալիևը եւ Պուտինը ինչ-որ պահի նորից մտերմանան, իրենք այդպիսի փորձ ունեն, Տրամպը խնդիրներ ունենա, այ դա հնարավոր է ավելի նոյեմբերի 9-ի հետևից գալ իրենց մտածելով, քան որ ինքը Ռուսաստանը իր ձեռքով դա կներեք արդեն հայտարարություն կլինի ամբողջ աշխարհում հարձակվել սեփական դաշնակցի վրա, բայց ոչինչ չէ կարող դարձնել։ Ճիշտ է, սահման չունի, չէ, Պուտինը նկատի ունի, որ
ուրեմն նա ինչ է ասում է Եվրոմայդանից հետո Ուկրաինայի տնտեսությունը քանդվեց, կոռուպցիա ծաղկել, նկատի ունի, որ Հայաստանում տնտեսությունը կոլապսի կենթարկվի, Եվրոպան էլ իբրև թե մեծ խոստումներ կտա ինչպես Ուկրաինայի, սակայն չի աջակցի, նրա ասածը դա է։ Նա անընդհատ այդտեղ Եվրոպային էր մատնանշում, որ Եվրոպա խոստումներ է տալիս, հետո թողնում է միայնակ։ Ուզում էի թե ասել, որ եթե մենք ԵՏՄ-ից դուրս գանք եւ հավատակ Եվրոպայի խոստումներին, հետո Եվրոպան մեզ չի աջակցի, եթե մենք տնտեսական օրինակ լուրջ խնդիրներ ունենանք։ Միտքը սա է, բայց ցավալին այն է, որ ես իրոք չեմ կարողանում տեսնել, թե ինչ փուլում է գտնվում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, արդյոք Հայաստանի իշխանությունները այդպիսի նպատակ ունեն, արդյոք աշխատում է այդ ուղղությամբ։ Մենք պիտի հասկանանք, արդյոք հնարավոր չի ելնելով Հայաստանի խոցելի իրավիճակից արագացնել այդ գործընթացը, ինչպես դա տեղի ունեցավ Մոլդովայի դեպքում, օրինակ Մոլդովային փրկեցին շատ արագ, չնայած չէր համապատասխանում մոլդովական ապրանքը Եվրամիության չափանիշներին, ուրեմն տեխնացություն առաջարկեցին։ Թուրքիան գիտեք տասնամյակներով սպասում է, այսինքն այնպես չի, որ Եվրոպան չի կարող արագացնել մի փոքր այդ process-ը, հատկապես հաշվի առնելով Հայաստանի շուկայի փոքր լինելը եւ այնպես չի հայ բնակչությունն 100 միլիոն է։ Իդեպ ես շատ հաճախ լսում եմ, գիտեք, ռուս լիբերալների կողմից քննադատությունը Եվրոպային, որ Հայաստանին կարելի է առավել ուժեղ աջակցել, առավել հաստատում եւ օգնել, որպեսզի ռուսական ճանկերից դուրս գա եւ այդ արագ դանդաղ գործընթացները ավելի արագացնել, բայց ինչու դա չի արվում եւ արդյոք Հայաստանի իշխանությունները իրոք նպատակ ունեն, ես որտեւ իրենց հայտարարությունները տարակուսանքի տեղիք են տալիս գնալ այդ ուղղությամբ, սա արդեն հարցի այլ կողմն է եւ դրան կարող են պատասխանել միայն այն անձինք, որոնք զբաղվում են Հայաստան-Եվրամիություն գործընթացներով։ Պարզապես որ դուք ասում եք խայտառակություն կլինի, եթե սեփական դաշնակցի վրա հարձակվի։ Ռուսաստանը արդեն մի նախադեպ ստեղծել է, նա Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորն էր եւ հարձակվեց այդ տարածքների վրա։ Իսկ եք ասում, եւ դա ռացիոնալ չէր, որովհետեւ փաստը ցույց է տալիս, որ գուցե ճակատամարտը Պուտինը հաղթեց, բայց պատերազմը չի հաղթելու, եւ դա արդեն ակնհայտ է։ Օրինակ ծաղրացու իր ասելով Զելենսկին արդեն դարձել է Գասպարդին Զելենսկի եւ իհարկե դա չի նշանակում որ Ռուսաստանը հրաժարվել է իր մտքից, դա ընդհանրապես խաղ է, բայց պարզ է որ պատերազմի 4-րդ տարում Պուտինը ստիպված է խաղալ եւ սա ցույց է տալիս որ նա այստեղ տապալվեց։ Ճիշտ եք ասում, բայց կրկնում եմ, իմ կարծիքով Ռուսաստանը այնքան մեծ լծակներ ունի Հայաստանը Ուկրաինան չի Եվրոպայի ամենամեծ երկիրը, Հայաստանը այն բանակը ստեղծած ունի, որը ստեղծեց Ուկրաինան, Հայաստանը Եվրամիությունից այն աջակցությունը եւ տեխնոլոգիաները չի ստանում, որը ստանում է Ուկրաինան, եւ Հայաստանը Եվրոպայի հետ ըստ էության ունի սահմաններ եվրոպական երկրների։ Հայաստանի աշխարհագրական դիրքը այնպես վատն է, որ ես կարծում եմ, որ Ադրբեջանի ձեռքով այդտեղ էլի որ Արևմտյան Ադրբեջան, Զանգեզուր, չգիտեմ, այդպիսի սադրիչ հայտարարություններ անելը, թե երկաթուղին ում է պատկանում, չէ՞, եկեք չմոռանանք այդ երկաթուղու թեմաները դեռ արդիական Հայաստանը ըստ էության թրիփը կառուցելու համար պիտի երկաթուղին վերցի Ռուսաստանից, չէ՞։ Ինչ եղավ այդ process-ը, Ռուսաստանն ասում է չեմ տալիս։ Իդեպ ես մի կարևոր հարց ունեմ եւ դրա մասին խոսել եմ։ Հայաստանի վարչապետը նշեց, որ կան երկրներ, որոնք դեմ են, որ միջին միջանց կանցի Հայաստանով, եթե երկաթուղի պատկանում է Ռուսաստանին։ Որ երկրների մասին է խոսքը։ Ես վստահ եմ, որ դրանց Թուրքիան եւ Ադրբեջանն է։ ԱՄՆ-ն այդպիսի բան չէր ասի, նախ որտեղ Թրամփը Պուտինի հետ ունի լավ հարաբերություններ եւ երկրորդը, եթե ԱՄՆ-ին պետք լիներ, ԱՄՆ-ն ինքը կվերցներ երկաթուղին Ռուսաստանից, իսկ ԱՄՆ-ն տեսնում ենք դա թողել է Հայաստանին։ Ես կարծում եմ, որ սա կարող է խաղ է Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից, որպեսզի ասեն, դե եթե չի ստացվում, գիտեք, չի անցնելու այդ տեղով միջին միջանցքը։ Սա արհեստական խոչընդոտ է ստեղծում, որպեսզի Հայաստանի տարածքով անցնեն այս լոգիստիկ ճանապարհները։ Եվ ով է դրել այդպիսի պահանջ Հայաստանի իշխանությունները, կարծում եմ, ճիշտ կլինի, որ դրա մասին բարձրաձայնեն։ Եթե դա Ադրբեջանն է, ուրեմն սա շատ բացասական է, սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում, ուրեմն Հայաստանի ներկայությանը թրիփին եւ միջին միջանցքին։
մեծ խնդիրներ կան, լուրջ խնդիրներ կան եւ ես կարծում եմ, որ 2026 թվականի աշնանը դրանք առավել ցայտուն կերևան։ Ընտրություններից հետո Միանշանակ ընտրությունների ժամանակ որևէ բան պետք է սպասել, Փաշինյանը որ խոսեց աշնանը հնարավոր պատերազմի մասին եւ պատերազմ չեմ կանխատեսում, բայց եթե միջազգային իրավիճակը դառնա ոչ այնքան դրական Հայաստանի համար, իրանում այս կոնֆլիկտը երկարաձգվի, եթե Պուտինը սառեցնի իրավիճակը Ուկրաինայում փորձի վերգտնել հարավային Կովկասում իր դիրքերը, եթե Տրամփը ունենա ներքաղաքական խնդիրներ հանդինս երկու պալատը կոնգրեսի կորցնելու եւ հետագա խնդիրների եւ թույլի մասին այս պայն մոռանա, ես կարծում եմ, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը կրկին կցանկանան վերադառնալ երրակողմ համաձայնագրին եւ այդ ժամանակ մենք ունենանք լուրջ խնդիրներ եւ այդ ամենը ես կանխատեսում եմ 2026 թվականի հոկտեմբեր-նոյեմբերի դրությամբ կամ հաջորդ տարվա սկզբում, տեսնենք։ Եվ վերջում Ռուսաստանից նաև խոսակցություններ կան չճանաչել Հայաստանի ընտրության արդյունքները, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, Զատուլիններ հայտարարում, կգնա Մոսկվան նման քայլի, թե սա ուղղակի զուտ հերթական հայտարարությունն է։ Զատուլինը այն խոսափողներից մեկն է, որով Պուտինը խոսում է Հայաստանի հետ, իհարկե չի գնա։ Զատուլինը կանգնում է Արցախին պաշտպանում, բայց Ռուսաստանը չի պաշտպանում։ Զատուլինը ասում է, որ սխալվել են, բայց Պուտինը չի ասում, որ սխալվել են, որ Ադրբեջանի մաս են ճանաչել Արցախը։ Այստեղ մի հատ, գիտեք ինչպես է, բաժանել են իրենք, կան հայասերներ, Սալավյովը, Զատուլինը, իդեպ անվճար չի այդ հայասի։ Զատուլին օրինակ վճարվում է դրա համար, ես իմ Facebook-յան էջում խոսակցությունը դրել է Ուկրաինային վերաբերյալ ձայնագրությունը, թե ինչքան գումար է նա ստանում Ուկրաինայում անկայունություն հրահրելու համար։ Եվ Սալավյովը, եւ կամ Սկաբեևան, այս ռուսական երկրորդ հերոստալիքը, որ Ալիևի գովքով էր զբաղված 2020 թվականին, այսինքն երկու ժողովրդների ուղղությամբ էլ աշխատում է պրոպագանդա ճանաչելու պատճառ իրենք չունեն, Ռուսաստանը դժգոհ չի, որ Նիկոլ Փաշինյանը հաղթում է կամ չի հաղթում։ Ես նշեցի, Ռուսաստանը իհարկե կցանկանա, որ լիներ 100%-անոց Սուսամետ, Քոչարյան կամ այս նոր բարերարներից որևէ մեկը, բայց Պուտինը որքան է ռացիոնալ չի, բայց նա նաև իրական իրավիճակը տեսնում է, այնպես չի, որ իրեն սոցհարցումների պատասխանները չեն տալիս եւ նա հասկանում է, որ Փաշինյանը ընտրվելու է, այլ հարց է, որ խորհրդանում պետք է լինեն միայն ռուսամետ ընդդիմադիր ուժերը, ռուսական գծած ծրագրի եւ երկրորդը Նիկոլ Փաշինյանի ընտրվելը այն լծակները, որը Ռուսաստանը ունի Հայաստանի հանդեպ, չի ցեզոքացնում, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի, ինչա 5-րդ սահման չի բացելու Հայաստանի շուրջ, էլի այն խնդիրները, որոնց սկզբում մենք մատնանշեցինք, լինելու են, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի, Իրանում պատերազմը չի ավարտվելու, Տրամփն էլ նորից իր հեղինակությունը չի ձեռք բերելու, Ուկրաինայում էլ պատերազմը կարող է շարունակվի։ Այսինքն մենք գերագնահատում ենք Հայաստանում ընտրության արդյունքները, իհարկե դրանք մեծ դեր ունեն, բայց կրկնում եմ, ցավոք Հայաստանի նախկին իշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գազի խնդիրը մենք իդեպ չխոսեցինք, Վերի նավթի խնդիրը, ատոմակայանի խնդիրը, երկաթուղիների, սա արդեն այնպիսի լուրջ լծակներ են, որ Վլադիմիր Պուտինը հաստատ չի մտածում, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ կախարդական փայտիկով կարող է այդ հարցերը լուծել։ Այլ հարց է, որ լինելով ավելի ճկուն եւ ռիսկերը գնահատելով Հայաստանի իշխանությունները եւ ներքին մաքրման աշխատանքներ կատարելով օրենքի շրջանակներում կարող էին չեզոքացնել Ռուսաստանից եկող վտանգներից գոնե ոմանք։ Շնորհակալություն Տիկին Դալաքյան հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ։